Ունենք ստեյս միացնում ենք։ Սա իր ամբողջովին աշխատանքային մակերեսն է, երկու կողմից իր աշխատանքային գործիքներն նույնաձևի։ Սա գրատախտակն է։ Գրատախտակը ստեղից ընտրում ենք գրիչը, ընտրում ենք գույնը և հաստությունը և գրում ենք։ Ձեր ափը դառնում է ջնջոց։ Տեսեք, գրեցին։ Նայեք, կոմպլեկտում ինքը ունի երկու հատ գրիչ։ Հիմա տեսեք, եթե մենք գրիչով ընտրում ենք գույնը, օրինակի համար ընտրում ենք կարմիրը։ Ձեռքով գրում ենք սպիտակը, գրիչի բարակ ծայրով գրում ենք կարմիրը։ Գրիչի հաստ կողմով գրում ենք էլի սպիտակը։ Մյուս գործիքը մեր մոտ մարկեր է, էլի կարող եք գույնը ընտրել, ուղղակի ընդգծելու համար է։ Մյուս գործիքը օբյեկտներ են տարբեր եռաչափ, օրինակի համար աստղը ընտրեցինք։ Մյուսը լասոն, լասոյով մեր ուզած հատվածը ընտրում ենք, կարողանում ենք տեղափոխել, կարողանում ենք մեծացնել, փոքրացնել, գույնը փոխել կամ ուղղակի ջնջել։ Մյուս գործիքը նույն ջնջոցն է, տեսեք, սենց ընտրեցինք, ջնջեց, բայց ևս մեկ անգամ եթե սեղմեք, ուզում ենք միայն այս երկար գիծը ջնջի, սենց ենք անում, ինքը մենակ երկար գիծն է ջնջում։ Մյուսը ամբողջովին էկրանը մաքրում է։ Հիմա տեսեք, պատկերացրեք, գրեցինք, աշխատանքային մակերեսը ավարտվեց, սեղմում ենք, նոր էջ ենք բացում, շարունակում ենք գրենք։ Տեսեք, ուրեմն սա այս պահին կարևորն է, սա իմ հեռախոսիս համարն է, գրատախտակի հետ կախված յուրաքանչյուր հարցերի դեպքում կարող եք զանգահարել, կարող եք պահպանել։ Տեսեք, ընտրեցինք նոր էջ բացառեցինք, կա արամ։ Նոր էջը բացառեցինք, տեսեք հիմա կարող եք սենց հետ վերադառնալ։ Սեղմեցիք սլակի վրա, հետ եկաք հինը։ Եվս էլի հետ եկան։ Կարող ենք ուղղակի սեղմենք այս թվերի վրա, ընտրենք միանգամից բացվածը, տեսեք հեսա ստեյջերի քանակը կա, կարող ենք միանգամից ընտրել։ Կամ մյուս տարբերակը, ընտրում ենք այս նշանի վրա սեղմում ենք, բարձրացնում ենք վերև, շարունակում ենք մեր աշխատանքը։ Գրում ենք, եթե հարկ կա, հետ ենք իջացնում։ Օնլայն գրատախտակի ման աշխատում։ Մոտորապես։ Հիմա տեսեք, դրանից բացի ինքը ունի հավելյալ աշխատանքային գործիքներ, օրինակի համար, այս 3 կետի վրա սեղմում եք, գնում եք post, ռեժիմ разделение էկրանը, ինչա մեզ տալիս։ Էկրանը կիսում է երկու մասի, երկու աշակերտ իրարից անկախ կարող են աշխատել։ Կամ կարող ենք նաև կիսել ևս 3 մասի, եթե դրա կարիքը կա։ Հետ վերադառնանք դեպի գրատախտակ։ Ստեղ կա նաև հավելյալ գործիքներ, որ տրամաբանորեն ինքը իրանց ոչի չի ներկայացնում, բայց թեթև գաղտնիքներ ունի, կանոնը։ Կանոնը կարող եք մեծացնել, փոքրացնել, շրջել։ Կանոնի բաց կապույտ հատվածում, երբ որ գիծ եք քաշում, ինքը կանոնի նման ուղիղ գիծ է քաշում։ Նույնը փոխադրիչն է։ Ընտրենք փոխադրիչը կարող եք օրինակի համար այսպես գիծ քաշել, բայց եթե մենք սեղմում ենք փոխադրիչի մեջտեղը, արդեն կարողանում ենք ցույց տալ անկյունը։ Եվս մեկ անգամ եթե սեղմում ենք, այս տարբերակով, եվս մեկ անգամ սեղմում ենք, այս տարբերակով։ Ուրիշը, ուրեմն տեսեք, հիմնական գրատախտակի կարգավորումները այս նշանի վրա սեղմում եք, իջնում եք նաստրոյկի, ինչա դրա տակ թաքնված, կարող եք հետևի ֆոնը փոխել, կարող եք եթե հարկ կա, օրինակի համար տողեր ավելացնել, մեկ անգամ նշում եք, սեղմում եք նոր էջ, ինքը արդեն հիմնական պահպանվում, անջատեք, միացնեք, ինքը սենց էլ մնալու է։
Հիմա քանի որ մեզ պետք չի, էլի մտնում ենք настройки, ֆոնը հանում ենք, նոր էջ ենք բացում։ Տեսեք, այս նոր էջերը սենց որ սեղմում ենք, հա ավելանում, բան անում, կարող եք ուղղակի նշել, ընտրել ամբողջը եւ ջնջել, եթե դրա կարիքը կա։ Հիմա տեսեք, գրիչը ուշ թե շուտ խորելու է, ջարդվելու է, անհոգ եղեք, ինքը իրանց ոչինչ չներկայացնում։ Սովորական գրիչ փակ կապարիչով կարող եք օգտագործել, որպես ասենք օրինակ, որ պատկերացնենք, ինքը ոչինչ չի դնում։ Ուրեմն բոլոր գործողություններից հետ վերադառնալը կողքի գործիքների վրա սեղմում եք տան նշանի վրա, ինքը գալիս է գլխավոր էկրան։ Հիմա այն ինչ որ ես ձեզ ցույց եմ տալիս, դա վերաբերվում է բոլոր աշխատանքային մակերեսների հետ կապված, այսինքն կլինի ֆլեշկայից Word, Excel, PDF եք բացառել, թե բրաուզերով եք մտել, այդ բոլորը վերաբերվում է յուրաքանչյուր աշխատանքային մակերեսի վրա, ինքը ունի ստեղ հավելյալ գործիքներ աշխատանքային, այս բան մեզ պետք չի փոքրացնենք։ Տեսեք, ես ձեզ ցույց կտամ բրաուզերի օրինակի վրա առանց ինտերնետի, ուղղակի որպես աշխատանքային տիրույթ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն տանակի ներքևը կա բլոկնոտ, բլոկնոտի նշանի վրա որ սեղմում ենք, տակից իր աշխատանքային գործիքներն են գալիս։ Օրինակի համար կարող բրաուզերով ինչ-որ նյութ եք բացառել, ուզում եք երեխաներին ցույց տաք։ Երեխեք, սա Facebook-ն է։ Շատ վատ բան է, ոնց գծում ենք։ Հետո երբ որ նույն ձևի սեղմում ենք բլոկնոտի նշանի վրա, ինքը սկրինշոտ անում, պահում է իր մեջի հիշողության մեջ։ Ես ցույց կտամ այդ մեջի հիշողությունը որտեղ է։ Հավելյալ գործիքները, էլի յուրաքանչյուր տիրույթում աշխատում է, օրինակի համար պրոժեկտորը, սեղմում եք պրոժեկտորը, ինքը էկրանը մկացնում է, կարող եք տեղափոխել, ուշադրություն գրավել ինչ-որ մի հատվածի վրա։ Ստեղ կարող եք թափանցիկություն տալ, երեխեք հիշում եք, չէ, այս են վատ Facebook-ն է, ուշադրությունը լրիվ գրավի այս պայի վրա։ Մյուս գործիքը դա վարակույրն է։ Ինչ որ խնդիր եք տվեց, թե ճիշտ պատասխաններն է, երեխաները անում են, վերջացնում են, ստուգում եք ճիշտ պատասխանները։ Մյուսը խոշորացույցն է։ Խոշորացույցը ինչով է լավ, վերջում երեխաները որ բողոքում են, լավ չեն տեսնում, թե Facebook-ը ինչ վատ բան է, խոշորացնում ենք և տեսնում ենք։ Մյուսը տայմերն է, օրինակի համար ինչ-որ խնդիր եք տվել, ինքը ունի 220 վատտանոց բավականին բարձր բարձրախոսներ, ժամանակ եք տալիս, սեղմում եք ձայնը։ Բավականին ուժեղ։ Այս սենց, ուրեմն հետ վերադառնանք գլխավոր էկրան։ Էկրանը երեք դեպքում է վատ աշխատում, ուրեմն երբ որ սովորական հեռախոսի նման, մեծ պլանշետի նման շատ բացված բաներ կա։ Նախավերջին նշանը սեղմում եք, բոլոր բացված ֆայլերը փակում եք, եթե զգում եք ինքը ծանր է աշխատել։ Երկրորդը, ուրեմն, տեսեք, երբ որ իրան ինտերնետ միացնեք, ինքը թարմացում է առաջարկելու ձեզ։ Թարմացումը, երբ որ սեղմում եք թարմացնել, ինքը ձեզ սենց պատման կբերի, ինչ-որ ոնց որ download անում, քաշում է, ֆոկուսային հարաբերությամբ։ Այդ ժամանակ ոչ մի ձևի ինքը ձեզ չի խանգարում աշխատանքի, սեղմում եք տան նշանի վրա, շարունակում եք ձեր աշխատանքը, ինքը ֆոնային download կանի և առաջարկի տեղադրել։ Երբ որ ինքը առաջարկես տեղադրել, այդ ժամանակ մոտ մի 10-15 րոպե պետք է սպասեք, թարմացումը կտեղադրի, էլի նորմալ արագ կաշխատի։ Մյուսը, երբ որ դեպքում է, որ լավ չի աշխատում։ Տեսեք, մտնում ենք մենյու, մտնում ենք ֆայլի, նույնն էլ երբ որ ֆլեշկան ստեղից ձեր միացնեք, ինքը ստեղ ավելանալու, կարողանալու կառավարել։ Ուրեմն տեսեք, սա այն սկրինշոթն է, որը մենք արեցինք, պահպանեցինք։
Եթե պետք է լինելու կամ կտեղափոխեք կամ ուղղակի կջնջեք։ Մյուսը ուրեմն տեսեք, ինքը ամբողջ իր աշխատանքի ընթացքում սկրինշոթեր է անում։ Բայց ինքը մեծ ծավալ չունի։ Ինչ-որ ժամանակ առ ժամանակ կարող է մի տարի անցնի, չգիտեմ, ասես մտնեք ուղղակի, ընտրեք ամբողջը և ջնջեք։ Ուրիշ ոչ մի բան։ Ինտերնետ միացնելը շատ հեշտ է, սովորական հեռախոսի պլանշետի նման մտնում եք կարգավորումները, եթե պետք է Wi-Fi-ով, ապա ինքը հեսա ցանկը գտնի, կարող եք ցրել կամ եթե սա ձեր դպրոցի ինտերնետն է կարող եք կպնել։ Այդքան է, մեծ հաշվով ինքը դժվար բան չի։ Իսկ լարային միացնելու տեղ ունի։ Լարային միացնելու տեղ ունի, այս տակից է, առաջի կետն է։ Ինքը կոմպլեկտում ունի ուրեմն իր հետ մաքրող հեղուկ և կտոր։ Հեղուկը ուշտեշուտ վերջանալու է, կտորը կեղտոտու է։ Օգտագործում եք սովորական պատման մաքրելու հեղուկ և սովորական փափուկ կտոր։ Կոմպլեկտում ինքը ունի նաև HDMI, մեկը USB մալուկ, եթե միացնեք երկուսը իրար հետ և համակարգչի, ձեր համակարգիչը նույն ձևի կդառնա ինտերակտիվ, կամ ստեղից կամ կողքից։ Ուղղակի զգուշ եք լինում, որ բնիկները չվնասեք, որովհետև բնիկները վնասվելը դա մեծ խնդիր է։ Իսկ հիմա եթե ինտերնետը միացնելու եք համակարգչի կարող Տեսեք, ինքը ունի նաև ծրագիր, որը կոչվում է Uline-Cast, հարմարություններից հետո ինքը կդառնա Uline-Cast Plus, թույլ կտա ձեզ անլար ձեր հեռախոսից կամ համակարգչից գտնվելով նույն ցանցի մեջ, հաղորդեք էկրանի վրա, ուղղակի այդ պահին այս ծրագիրը պետք է բաց լինի։ Իսկ բանը ինքը անտիվիրուս ունի,